Ժողովրդի մեջ իհարկե Թուրքիայի հանդեպ այդ թշնամանքը կա, վախը կա, հոգեբանական, այդ ամենը կա։ Այս հատվածի համար էլ շատ անհասկանալի է, որովհետև ռուսական պրոպագանդան մեր ուղեղը դրել է պայթուցիկներ, փուչիկներ, որն է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան, չէ, Ամերիկան էլ ՆԱՏՕ է, ուրեմն Թուրքիայի միջոցով, ասեմ, բաց հայտարարում աշխարհի բոլորի համար։ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ քաղաքականությունը վարում է շրջանցած Ամերիկան, Թուրքիա չկա մեջը, բայց թուրքական գործոն օգտագործեց դա իմ կարծիքով, իհարկե, Ռուբիոն Ալիևի վզից բռնած Վաշինգտոն տանելու համար օգտագործեց, բայց քաղաքականությունը Հայաստան թուրքական խողովակով չի, մանավանդ որ հայկական քաղաքական բան է 19-րդ 20-րդ դարերից մարտահրավեր վաղուց կա, ընդ որում ասեմ, որ նույնիսկ այնպիսի նշանավոր ուրեմն նախագահ ինչպիսին բաններ մի խոսքով Ռուզվելտներ, Թեոդոր Ռուզվելտը 1900 թվականին հայկական անգիր գիտի, այդ տեկետներին պետք է ասվի իրենք իմանան, որ հերիք է կռան եւ փչացնեն, չնայած այդ չեն կարող ազդել։ Հիմա ուզում եմ ասել, ահա այս բաների մեջ այդ քաղաքականության ակցիաները փոխվել են, մենք ինչ ստացանք, իմ գնահատականով Ես այն մարդկանցից եմ, որ ընդունում եմ, որ Ղարաբաղյան կլանը մեր երկիրը պետությունը կերել է եւ տարել է պատերազմի Պուտինի ցանկությամբ եւ հայ գեներալիտետն էլ ըստ էության մի մասը բարձ է եղել է Պուտինի գեներալը մեր բանակում դրան ենք այսպիսի ծանր պարտություն գրել ոչ թե Ադրբեջանը շատ է ուժեղացել դրա համար է կլանը այդ օրերին փոխանակ բանակ զիներ Ես ուրեմն լրատվամիջոցներով է զինվել, որով կռիվ է տալիս, թե չէ փոքր երկրի համար, ես կան լրատվամիջոց, ռևանշիզմ, ինչին է պետք, այսինքն պարզ է նպատակը։ Հիմա ուզում եմ ասել, այս հարաբերության մեջ մենք պարտվել ենք եւ Ռուսաստանը ավելի նենգ բան է արել մեր հանդեպ, քան թվում է։ Իհարկե պատերազմը Լավրովի պլանով է եղել Հայաստանի շպիոնական ցանկի միջոցով, որի անուղղակի կամ ուղղակի մասնակիցներ եւ 3 նախագահներն են, միանշանակ են, այդ չգիտեմ չափեր ինչ կան է, հետաքննչական մարմինները թող զբաղվեն, թե ինչ կան, կաթողիկոսն է, սա դրական ֆոնն է այն խմբերի էլի, որոնք օժանդակել են եւ կարծում եմ հենց Դրա համար էլ կաթողիկոսը ստացել է Լենինի շքանշան պարոն Պուտինի ձեռքից, Կոպիրկինից, ստացել է, որ ծառայության համար եւ այլն։ Հիմա